Ողջույն սիրելի ընկերներ, կրկին համեղ բաղադրատոմս եմ ներկայացնելու, տոլմա ենք պատրաստելու, բայց կաղամբի մեջ չենք փաթաթում։ Կաղամբը կտրատում ենք եւ լցնում ենք մեր մսի զանգվածի վրա։ Այստեղ կաղամբը արդեն կտրատել եմ, յուղի կարագի մեջ, մի կտոր կարագի կամ բուսայուղի մեջ կտապակենք, ընկերներ ջան, ինչպես կցանկանաք, ինչպես դուք պատրաստում եք ձեր ուտեստը, վրան կքերենք 1 կամ 2 միջին գազար, աղ կանենք, մի լավ տապակելուց հետո կավելացնենք արդեն մեր խճողակին, անպայման թարմ կանաչի ենք լցնում, ինչպես որ ֆարշը պետք է բռնենք, այդպես էլ պատրաստում ենք։ Ֆարշը արդեն ինձ մոտ պատրաստ է, միջուկը 4 կանաչիներ են, բրինձ եւ միսը սիրելիներս։ Այս ամենը մի լավ կխառնենք, կթողնենք, որ համերը միասին միաձուլվեն եւ փոքրիկ այսպիսի կլոր կոտլետի տիպի կպատրաստենք սիրուն եւ կդնենք այն տարայի մեջ, որի մեջ որ պետք է արդեն ջեռոց ուղարկենք։ Երբ արդեն բոլոր կոտլետները կպատրաստեմ, վրան անպայման լոլիկի մածուկ եւ կամ կտրատած թարմ լոլիկ կտեղավորեմ եւ կփակեմ փայլաթի թեղով եւ կտեղավորեմ ջեռոց 220 աստիճան ջերմության տակ եփվելու։ Քանի որ ես ուզում եմ մի քիչ ամառային ստացվի տոլման, այդ իսկ պատճառով այստեղ խորոված սմբուկներ ունեմ, խորոված լոլիկ կտեղավորեմ արանքներում, որպեսզի ավելի հյութեղ լինի ու կտեղափոխեմ արդեն ջեռոց։ Կհանդիպենք, երբ արդեն պատրաստ լինի։ Արդեն պատրաստ է ուտեստը, տեսեք ինչ հյութեղ է ստացվել, հիմա կհանեմ, կտեղավորեմ ափսեի մեջ եւ կփորձենք, տեսնենք ինչպիսի համ ունի մեր տոլման առանց կաղամբի։ Հուսամ կհավանեք, կփորձեք, ես ասեմ, որ ես փորձեցի, շատ համեղ էր, անչափ համեղ էր, ովքեր կաղամբը չեն սիրում ու հանում են, միայն խճողակն են ուտում, այս տարբերակը հենց նրանց համար է։ Փորձեք, կիսվեք եւ բաժանորդագրվեք ալիքին, եթե դեռ բաժանորդագրված չեք, որպեսզի տեսնեք իմ նոր բաղադրատոմսերը։ Ցտեսություն, մինչ նոր տեսանյութի հանդիպում։